Գարնան օրերը բացվելուն պես Նինոս Մինդայում առաջին հերթին բնակիչները մտածում են գարնանացանի մասին։ Այսօր քաղաքի խանութների դիմաց արդեն կարելի է նկատել տարբեր տեսակի սերմեր, որոնք անհրաժեշտ են բնակիչներին։ Մեր տարածաշրջանը, քանի որ համարվում է բարձրադիր լեռնային գոտի, ոչ բոլոր սերմերն են, որ հասունանում են աշնանը, այդ իսկ պատճառով դրանցից մեծամասնությունը ներկրվում է դրսից, այսինքն Վրաստանի այլ շրջաններից։ Ո՞րն է առաջին սերմը, որը ընկնում է հողին։ Չէ, գարին գցանինք, այ մի գարին է։ Գարի ժամանակն է արդեն։ Գարին գցանինք հացահատիկը, հետև գազարը, հետև կարտոֆիլը, ուրիշ մանր բանիր, բանջարեղեն բան ինչ որ կա։ Եթե եղանակը լավ եղնի, նու մի ամիսում չի տևի, շուտ կվերջանա։ Կավոր կառնինք, կավոր մենք կպատրաստենք։ Վերկարնինք, օրինակ լավ կարտոֆիլի սերմը կառնինք, գարուց սերմը կառնինք, այդ բոստներու համար կառնինք ինչ որ կա։ Ինչպես գիտեք, արդեն գարնանամուտ է եւ մեր քաղաքում նկատվում են բազմաթիվ սերմեր, որոնք արդեն վաճառքի են եւ գյուղատնտեսությունը արդեն նորից ոտքի է կանգնում, այն ինչ առումով գարուն է, նախ մեր մոտ Ջավախքում հիմնականում ամենաառաջինը ցանվում են դա կարտոֆիլը, գարին, ցորենը, հացահատիկների տեսակները։ Այսօր տեսնում ենք արդեն մեր քաղաքում կան բազմաթիվ այլ սերմեր, լոբի սերմեր, սոխը, սխտորը, այս ամենը հենց գյուղացիների կողմից գնվում է, իդեպ շատ հարմար գներ են, այդքան էլ թանկ չեն։ Ամենաառաջինը մանր սերմերից ցանվում է գազարի եւ պետրուշկայի սերմերը, որոնք շատ օգտակար են, հատկապես գազարը օգտագործվում է բազմաթիվ ուտեստների մեջ, ինձ թվում է բոլոր սերմերն էլ դրանք օգտակար են, թե չէ մարդը ինչ պետք է ցաներ դրանք եւ օգտագործեր։